Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ 168 TV-ի եթերում երկու ճակատ ոդքասթի 122-րդ թողարկումն է։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը շարունակում ենք ամփոփել վերլուծել շաբաթական լրահոսը, դա անում ենք մեր ավանդական գործընկեր Pantera Security-ի մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որը շարունակում է իր 20-ամյա փորձով ձեզ առաջարկել անվտանգության պահնորդական բարձրակարգ ծառայություններ թե Երևանում, թե բոլոր 10 մարզերում, թե իրական ժամանակում եւ տարածության մեջ, եւ թե հեռավար։ Լինի դա կենտրոնացված տեսահսկման, VIP տիկնապահների տրամադրման, ուղեկցման, փոստի անվտանգության, ձեր բնակարանի, այլ գույքի, ընտանիքի անդամների, ուսումնական հաստատությունների, արտադրական ձեռնարկությունների, շուրջօրյա անվտանգության, պահնորդության, տեսահսկման եւ նմանատիպ այլ ծառայությունների տեսքով։ Անվարան դիմեք մեր այս գործընկերոջը դաշտում կայացած անվան Pantera Security-ին։ Առավել մանրամասն տվյալների համար այցելեք Pantera.am կայք կամ զանգահարեք 53 78 50 հեռախոսահամարով։ Այս շաբաթվա ամփոփումը դարձյալ շարունակվելու է հակաեկեղեցական արշավի շուրջ, քանի որ վարչախմբի պարագլուխը ոչ միայն չի նահանջել իր հրեշավոր սատանայական պլանից ամեն գնով կազմաքանդել հայրաքելական եկեղեցին, այլև նոր ինտենսիվությամբ շարունակում է եւ պայքարի նոր նշաձողեր է սահմանում։ Հիմա էլ մարդկանց ուխտերթի կանչել։ Ճիշտ է, այդ բառի ուղղագրությունը այդպես էլ չսովորեցին 2 օր շարունակ, մինչև պարզեցին, որ արաբական ուխտերի հետ որևէ առնչություն չունի ուխտը խ տառով գրվող, բայց այն մի քանի հազար լավագույն հաշվումներով 2000 մինչև 500 մարդկանց, որ մոբիլիզացրել էին այդտեղ, նրանք էլ առանձնապես չէին հասկանում, թե ինչ են անում այդտեղ, ինչու են քայլում Երևանյան կիսադատարկ փողոցներով, այդ բոլորին քաղաքացիական հագուստով ոստիկաններին, տարբեր համայնքների համայնքապետերի, աշխատակազմերի ղեկավարների, գերատեսչությունների միջին եւ ցածր օղակների պաշտոնյաների, մեկ արցախցի գեներալի Կարեն Շաքարյան, մեկ կին ատամնատեխնիկի, մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանին, դերասան Աշոտ Ղազարյանի որդուն Արման Ղազարյանին, որպես Մեհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու, դրան որպես բան աղար։ Եվ մի քանի 100 այլ անձանց Պարագլուխը այս անգամ էլ արդեն իր տիկնոջ ներկայությամբ, իդեպ առաջին անգամ այս ամբողջ հակաեկեղեցական արշավում, առաջին անգամ Աննա Հակոբյանի մասնակցությամբ եւ ներկայությամբ, սա մի եկեղեցուց մյուսը քարշ տվեց, որ իր սատանայական տեքստերն ասի։ Այն բան կար, չէ, ագրարային համասարանը մի թորնիկ կար, չէ, ուս խորհրդի նախագահ։ Դա էլ կար։ Գիտեմ, ընդ որում այնտեղ եզդիական համայնքից արձանագրումներ կային, որ եզդիները երբեք չեն մասնակցում այլ կրոնական միջոցառումների եւ այլնի։ Չես ինչի համար եմ ասում, դե հիմա Աննա Հակոբյանը մթոմ ուսանողա, չէ, Չինաստանում են նոր, երևի դե որպես ուս խորհրդի նախագահ, հիմա դե թորնիկն է, էլի։ Չինացի չգիտեմ, բայց կորեացի մի տղա էր հայտնվել այդտեղ։ Երևի դե Աննայի առանց հասկանալու թե որտեղ է եւ ինչ է անում։ Էդ էլ Աննայի ուս խորհրդից է երևի, էլի։ Ուս խորհրդի նախագահ։ Ուս խորհրդի նախագահ Աննան է։ Այսինքն մի խառնամբող էր հավաքվել, որ լսեր Փաշինյանի տխմարաբանությունները, թե իբր Քրիստոսը մեզնից մեկուսացել է, բայց մենք Քրիստոսին դուրս ենք բերում մեկուսացումից։ Նույնիսկ աղանդավորական հավաքների ժամանակ մեր Տիրոջը եւ Փրկչին այս կերպ չեն վերաբերվում, նման ծաղրական հեգնական տեքստեր չեն ասում։ Սա արդեն նմանվում է 20-30-ականներին։ Ես ուզում եմ գնա մոտ, բայց այնտեղ ինքնավոր գնա ըստ այն արտաշատում տեղ ունեցած միջոցառման կոլեկտիվ երգի, ինքը պիտի մենակ չէ թե ասինքն եթե ինքը որոշեց գնաց Քրիստոսի մոտ, ոնց որ տես որոշում է կայացրել, մնա տենանք Աստված ընդունում է թե չի ընդունում։ Եթե հաջողությունը լինի ընդունի, ընդառաջ, պիտի սրանք էլ հետևից գնան, որովհետև նրանք ասել են ուր էլ որ գնաս, հետդ կգանք։ Տես մի հատ խմբակային երգ ունեն։ Հիմա տենանք ահագին հետաքրքիր տարի է մեզ սպասվում։ Քո հումորային դիտարկմանը ես ամենայն լրջությամբ կուզեի հակադարձել, որ ես նրան եւ իր տիկնոջը երկար տարիների կյանք եմ ցանկանում։ Նրանք շատ երկար պիտի ապրեն երկուսն էլ։ Եվ դեռ շատ բան ունեն պատմելու եւ դեռ շատ բաների համար պատասխան ունեն տալու երկրային կյանքում։ Իսկ երկրային արդարադատությամբ Աստված կզբաղվի եւ Աստծո գործերն էլ անքննելի են։ Մենք չէ որ պետք է դրանով զբաղվենք, բայց ես եւ դու իբրև առաքելական եկեղեցու զավակներ, իբրև հայ քրիստոնյաներ, մեր կրոնական զգացմունքները խորապես վիրավորված ենք զգում, երբ լսում ենք եկեղեցու եւ եկեղեցու գլուխ Հիսուս Քրիստոսի մասին ամենատխմար պնդումները
Երբ սկսում են Տիրոջ մասին խոսել, որպես մի քաղաքացու, որպես մի մարդու, որպես իրենց ընկերոջ, Փաշինյանը այդ կերպ է դիտարկում մեր Տիրոջը եւ Փրկչին, եւ սա մեծագույն խայտառակություն է այս շքերթը գաղափարապես առաջնորդող 10 տիրադավ եպիսկոպոսների համար, որովհետեւ եթե այդտեղ խմբված հարյուրավոր քաղաքացիները, ասենք համազգեստավոր կամ համազգեստից դուրս դրված քաղաքացիական հագուստով ոստիկանները ու ԱԱՑ-ականները լավ չեն հասկանում աստվածաբանական, կանոնական, հայրաբանական հարցերը, միգուցե չեն էլ կարդացել, ասենք նոր կտակարանը եւ իրպես սաղմոս անգիր չեն արել, մի բան որ բնորոշ է բողոքական եկեղեցուն, ապա այս 10 տիրադավները հո ուխտ ունեն Աստծո հետ կնքած։ Իրենք ուխտագիր ունեն, այ ուխտագիր բառը Փաշինյանը շատ սիրում էր ասել։ Եվ իրենք Աստծո հետ իրենց ուխտն են խախտել, ոչ թե նույնիսկ վեհափառ հայրապետի, որ առաքելական եկեղեցու գլուխն է, բայց ընդհանրական եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է։ Ցանկացած քրիստոնեական եկեղեցի, լինի ուղղափառ, բողոքական, կաթոլիկ, թե մեր առաքելականը, այս բոլոր ընդհանրական եկեղեցիների առաջին դարից սկսվող գլուխը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսն է, Աստծո միածին որդին։ Եվ երբ Փաշինյանը իրեն դրսևորելով ընդհանրապես որպես հայ առաքելական եկեղեցու զավակ, ինչպես ինքն է ասում, իսկ փաստաթղթում առաջին կետում գրելով Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ, որից հետո սկսվում է 10 տիրադավ եպիսկոպոսների ստորագրությունների շարքը, սկսում է արդեն Աստվածաշունչ խմբագրել, Տիրոջ մասին դատողություններ անել, ինքն իրեն համեմատել Տիրոջ հետ, ասել թե իբր եկեղեցին ու պետությունը այսուհետ միասին են, այս տխմարաբանություններին որևէ մեկը պիտի պատասխանի, արձագանքի, հակադարձի, պատասխան պահանջի։ Ասի դու ով ես, դու ինչ գործ ունես մեր կանոնական տեքստերի, սուրբ գրային տեքստերի, պատարագի կառուցվածքի, շարականների բովանդակության, եկեղեցու ներքին կանոնական ընթացքի, հավատո հանգանակի հետ։ Նույն օրն էլ երեկոյան գնացել էր Արուճի խոնարհված եկեղեցի, արդեն 3-րդ տարին անուն մեջ է, այդ։ Բայց առաջին տարին էր, երբ Հայաստանի հիմնն էր հնչեցվում եկեղեցու ներսում։ Դե որտեւ էդի գործող եկեղեցի չի։ Իսկ չափ տվողն էլ Լորիս Ճգնավորյանն էր։ Մարդիկ, որոնք ստորագրվում են այս ամենի տակ, մտնում են այս ամենի մեջ ու Աստծո դատաստանից չեն վախենում զարմանալիորեն։ Ուրեմն այդ եկեղեցի Արագածոտնի մարզում ինքը այցելում է արդեն 3-րդ տարին անուն մեջ։ Հոգևոր երաժշտության փառատոն է անում։ Այո, ախպերի, ինչ հոգևոր։ Հոգևոր երաժշտության փառատոնը գիտես ով անդե միշտ ներկայացնում։ Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը։ Ասենք սիրողական մակարդակի աշակերտը, ու այս 2 տարի նաև մի տարի հովեր երգչախումբն էին տարել, այս տարի բան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից մի հատված են։ Այն նրանց չափ էր տալիս Լորիս Ճգնավորյանը։ Որպեսզի որոշակի բան հաղորդեն, ասենք, որովհետև երեխեք երաժշտական դպրոցի մսաղս ով գնացել են երաժշտական դպրոց, երգչախումբել են տարել, պարտադիր համարյա, ընդ ասենք էդի խո գեղարվեստական արժեք կամ բան չի կար, երեխեք են երգում են, սովորում են երգել, չէ՞։ Բայց ինքն չի անդե գնում 3-րդ տարին, որովհետև այն պահից, երբ որ 21 թվից հետո արդեն երբ որ նրա հրաժարականի պահանջանջեց եկեղեցու կողմից եւ հակաեկեղեցական շարժումը նոր փուլ ստացավ, նա այդ ժամանակվանից սկսած Դավիթ ոչ մի հայրապետական պատարագի չի մասնակցել, ոչ Սուրբ Ծննդյան, ոչ Սուրբ Հարության տոների, երբեք եկեղեցի չի այցելել։ Հիմա որ ամեն կիրակի իբր այդ քաղաքական միջոցառումներն այդ իրանց մահվան խոսք եմ դրա անունը, այդ մահվան խոսք աղանդի հավաքները որ անում են, դրանից զատ մի պատարագի նա կյանքում չի մասնակցել։ Եկեղեցու զավակես ինչով է երևում քո եկեղեցու զավակալելը։ Ու հակառակ դրան, որ ամեն տարի երկրի ղեկավարները, հավատարմագրված դեսպանները եւ այլն հրավերով վայապարի մասնակցել էին մայր տաճարում, եթե այն վերանորոգման էր, ուրեմն Երևանի մայր տաճարում մասնակցել են հայրապետական պատարագների, ինքը ոչ մի անգամ հերիք չի չէր մասնակցում։ Հետն է քշում գնում հասնում Արագածոտնի մարզի որներ է Արուճ գյուղում խոնարհված եկեղեցի, որը առաքելական եկեղեցուն չի պատկանում, այսինքն գործող եկեղեցի չի, քահանա չունի, խորանոցված չի, վերաուծված չի, կիսաքանդ եկեղեցի է, գնում է այնտեղ մասնակցում է հոգևոր երաժշտության համերգի կամ փառատոնի, այսինքն Սուրբ Ծննդյան երանելի տոնը, որը հայաստանյաց եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է եւ գլխավոր
տոներից մեկն է, ինքը նշում է խոնարհված, այսինքն ինքը այն ժամանակվանից է ցույց տալի եկեղեցին խոնարհելու, եկեղեցական ծեսին կանոններին քահանային չենթարկվելու, եկեղեցուց դուրս դնելու, քաղաքացուն, այո, քահանային դուրս դնելու եւ ինքը սեփական համերգի դահլիճի վերել են, այնտեղ են եթում են անցած տարեստարին այցի նկարների մեջ չկային։ Արագածոտնեն Թալինի ջոյի ղեկավարն երեխա ծեծողը, ես իմ ով ասես խառախուռա։ Դե եկեղեցի նրա հիմնական կայանատեղին չէ, ինչպես գիտես եկեղեցու բակում տոնավաճառ է լինում մթերքի, ամանորյա, ուտում է, տեղ բա տաք գինի, գաթա, ինչ հնարավոր է, տեղացիներն էլ իրենց բարիկները դնում են, սա դրա համար է գնում, եկեղեցից թվում է ձերքի հետ ուղակի կողքն է, արևանությամբ է, մտնում է մի հատ երկեցողություն է լսում է, բայց ամոթ էլի, որ այդ երկեցողությունը Լորիս Ճգնավորյանն է ղեկավարում։ Դա խայտարակություն։ Մարդ, որը խմբագրել է մեր հայրենիքի տեքստը, երբ 1991-ին այն առաջին անգամ հնչել է որպես պետական օրհներ վերանկախացումից ասել են, եթե տարել է, նաև մարդ, որի զավակը կառավարության որոշմամբ ստացել է տարկետման իրավունք պարտադիր զինվորական դարձյալ Լորիս Ճգնավորյան անուն հասկանվան։ Այո, այս վերջերս։ Արի շատ արագ մեր հերոստատիտողին հիշեցնենք, թե 2018 թվականի մայիսին գործադիր իշխանության ղեկը զավթելուց հետո էլ ուր է մտել եւ էլ ինչն է զավթել Փաշինյանը, որ հիմա էլ փորձում է նույն համառությամբ ու հետևողականությամբ բսկտել, ծվատել, տրոհել հայրաքելական եկեղեցին։ 18-ի մայիսին վարչապետ կարգվելուց հետո առաջին բանը որ սա արեց Երևանի քաղաքապետարանի զավթումներ 18 թվականի հուլիսին։ Դրանից հետո Երևանի քաղաքապետի արտահերտ ընտրությունների կազմակերպում, որից հետո խառնամբոխով գերոհեց օրենսդիր իշխանությունը, դա հոկտեմբերի 2-ն էր, եւ այդ ժամանակ արդեն ազգային ժողովի արտահերտ ընտրությունների քաղաքական որոշում կայացվեց անհասկանալի պայմանավորվածությամբ 19 թվականի առաջին կեսը անցավ դատարանների դեմ պայքարի դրամաբանության մեջ բարձրագույն դատական խորհրդի մի քանի կազմ փոխվեց այդ ընթացքում ես օր եմ հիշում Էդգար դա 2019 թվականի մայիսն էր երբ ԲԴԽ-ի 4 անդամ հրաժարական տվեց Չիչոյան ազգանունն էլ կար այդ շարքում, նաև Գագիկ Հարությունյան, որ 1 տարի սրա օրոք Բարձրագույն դատական խորհրդի նախագահն էր, Գևորգ Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահներ եւ այդպես շարունակ։ Մի քանի կազմ փոխվեց։ Եվ նաև Առաջին Ատյանի դատարանները Հայաստանի ամբողջ տարածքով մեկ սրանք գրոհեցին, որի հետևանքը եղավ այն, որ իրենց համար անհաջող քաղաքական որոշումներ կայացրած տասնյակ դատավորներ կամ քրեորեն հետապնդվեցին եւ կամ նրանց նկատմամբ կարգապահական պատասխանատվություն սահմանվեց իրենք վերջնարդյունքում դուրս դրվեցին դատական համակարգից 2019 թվականի երկրորդ կեսից մինչև 2020 թվականի սեպտեմբեր այսինքն ավելի քան 1 տարի անցավ սահմանադրական դատարան օպերացիայի ներքո դու շատ լավ գիտես եւ այդ օպերացիայի ուժողներից մեկն ես ուժողներից եւ կիզակետում գտնվող 1 տարի շարունակ նույնիսկ այդ չեղարկված սահմանադրական հանրակրվեի ամբողջ իմաստը Հրայր Թովմասյանի սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելն եւ դատավորներին ինչը եւ արվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո գլխավոր շտաբ օպերացիա մի քանի շաբաթ մատ ամսաթիվ ասեմ էլի ուրեմն ՍԴ-ի դեմ իրականացված ամբողջ օպերացիան 2020 թվականին է տեղ ունեցել արտակարգ դրության պայմաններում այսինքն հանրակրվեն արդեն օրեր նշանակված Մարտի 16-ին հայտարարեցին արտակարգ դրություն, որպեսզի հանրակրվե չլինի, որովհետև հանրակրվե չէին կարող ապահովել, էլի, ընտրողների 50%-ից ավելի պետք է գնար քվեարկության։ Դեսան դա չեն կարող անեն։ Հայտարարեցին արտակարգ դրություն, որ հանրակրվե չլինի, այդ ընթացքում արտակարգ դրության պայմաններում, երբ որ խոսքը սահմանափակված է, քննարկումները սահմանափակված եւ այլն, սահմանադրական փոփոխություններ արեցին ազգային ժողովի միջոցով, մենակ իրենց խմբակցությունով, ոչ ԲՀԿ-ն այն ժամանակ մասնակցել քննարկումներին քվեարկություններին, ոչ Լուսավոր Հայաստանը, մենակ Իմ քայլը խմբակցությունով։ ՍԴ-ի 3 դատավորների լիազորությունները դադարեցրեցին, Հրայր Թովմասյանին էլ հետը։ Նոր դատավորները գիտես երբ են ընտրվել։ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։ Սեպտեմբերի 11-ին չեղարկեցին արտակարգ դրությունը, արդեն որ դատավորներն ազգային ժողովում են, էլ արտակարգ դրության կարիք չկա։ Սեպտեմբերի 11-ին չեղարկել են, 15-ին դատավորները ընտրվել են, 27-ին պատերազմը սկսել է։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն էլ նախագահ կարգվեց 44-օրյա պատերազմի օրերին։ Ինձ էլ այդ ժամանակ ազատ։ 2021 թվական փետրվար-մարտ գլխավոր շտաբ օպերացիայի տեղի ունենում, Մոնիկ Գասպարյանը ազատվում է 40-ից ավել այս իշխանությանը անհնազանդություն հայտնած եւ իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու պատրաստ գեներալների ու գնդապետների մեծագույն մասը այսօր բանակում էլ չէ, ով էլ կա, ասենք
Ամոթել այլի գեներալ-մայոր Արցախյան ցակմամբ Մարտունեցի Կարեն Շաքարյան, Արցախի հերոս, գնացել մասնակցում այդ ուխտի երթին։ Ինչ ասես։ Հիմա այդ մարդուն ինչ ասես։ Կա նորմատիվ բառապաշարանի բառ։ Ուխտերի երթա գնացել է էլի։ Դրանից հետո արդեն, ասենք, Երևանի պետական համալսարան, տասնյակ այլ պետական բուհեր, որոնք բոլորը ռեյդերական բռնախլման արդյունքում վերցվեցին, տրվեցին կամակատարների։ Դրանից առաջ դերևս մինչև 44-օրյա պատերազմը Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին էր Երևանից ազատել տվել, Հայաստան համահայկական հիմնադրամի ղեկավարումն էր իր կամակատար Հայկակ Արշավյանին տվել, շինծ ու քրգործ հարուցելով նախկին տնօրենի հանդեպ, Երկրապահ կամավորականների միությունը իր վարչությամբ եւ նախագահով էր ռեյդերական բռնախլումով վերցրել տվել իր սիրելի Սասուն Միքայելյանին։ Եվ այդպես շարունակ։ Եվ դա նաև մարդկային կյանքեր արժեցավ, օրինակ Մանվել Գրիգորյանի, Արմեն Գրիգորյանի, Մհեր Եղիազարյանի, Սոնա Մնացականյանի, Սուրմալուի Զոհերի, Ազատ գյուղի կացարանի 15 զոհերի եւ հարյուրավոր հազարավոր այլ մարդկանց անուններ, որոնց հանվան է մենք այսօր չգիտենք։ Բայց այս ինստիտուտներից յուրաքանչյուրում Փաշինյանը մասնակցություն միջամտություն ունենալու ոչ բարոյական իրավունք ուներ, ոչ էլ սահմանադրական իրավունք ուներ։ Օրինակ ասենք, Երևանի պետական համալսարանում ռեկտոր նշանակելու իրավասություն կամ Բրյուսովի համալսարանում նա չուներ։ Սահմանադրական դատարանում դատավոր փոխելու, նախագահ կարգելու իրավասություն չուներ։ Ես էլ չեմ ասում, ասենք գլխավոր դատախազություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով, երկուսն էլ իդեպ իր նախկին օգնականներն են ղեկավարում Աննա Վարդապետյանը եւ Վահագն Հովակիմյանը, տարբեր փուլերում իրեն օգնական եղած։ Հիմա մնացել է վերջին ամենակարևոր, ամենակուռ եւ համահայկական նշանակություն ունեցող բաստիոնը։ Ու ասում ես ոչ պետական, իր նպատակը այդ կառույցը պետական սարքելն է։ Հայաստանի Հանրապետության պետական եկեղեցի։ Ադրբեջանում էլ ատենց է, ասենք Ալաշուքյուր Փաշազադեն համարյա պետական չինովնիկ է, էլի, նա Ալիևի ենթակա հատուկ հանձնարարությունների գծով։ Հա, դե ասենք Կովկասի մահմեդականների վարչության նախագահ։ Հիմա ասում է չհասկացանք, Ալիևի մոտ ինչի՞ նա պիտի վարչության էլի այստեղ լինի ամենայն հայոց կաթողիկ։ Ինքն է ամենայն հայոց կաթողիկոսը, Աննայի գլխարկից տպավորություն այն է, որ Աննան։ Բայց այդ Աննան այդ գլխարկը դրել էր արաբական Ցիերուն փառատոնին, երբ որ գնացել էր Քաթարում արաբական Ցիերուն փառատոնին, այդ գլխարկն էր։ Դրա վրա ուղղակի այդ բանը ինչ որ պայմանական չգիտեմ ինչ նշան է ավելացրել ու ինչն էր հետաքրքիր, որ կառավարության կայքում մի հատ լուսանկար է հրապարակված, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը չոքել են Աննա Հակոբյանի ոտերի տակ։ Որտեվ եթե մեկը օրենսդիր իշխանության ղեկավարն է, մեկը գործադիր իշխանության ղեկավարն է, չոքել է, որովհետև եթե դա ծեսի են գնացել, մեր եկեղեցին չի ասում, որ կանայք չպիտի ծնկի գան, կանայք էլ են ծնկի գալի, օրինակ Եվրոպայում ես եղել եմ շատ խոսուն լուսանկար է։ Աննային ստեղ այդ պատկերում չկա, Աննան ստեղ կանգնած է։ Գեղագիտական ճաշակը չփչացնելու համար Աննային։ Բայց որպեսզի մեր հեռուստադիտողներին, Աննան հիմա սրանց գլխին կանգնած է, սրանք մեկը օրենսդիր իշխանության ղեկավարն է, մեկը գործադիր, չոքել են Աննայի ոտերի տակ, մեկը անդե ծեսով պատարակ չի, որ ասես պատարակ են գնաց է, հենց այս նկարը շատ խորհրդանշական է, որ դրանք Աննայի ոտերի տակ են իրականում երկուսն էլ գտնվում, Աննան էլ չկար, նոր հայտնվել ու ենթակացրել է սրանց երկուսին իրան հենց չոքած վիճակում է շատ, որովհետև եթե ծեսեր Աննան է պիտի ծնկի գար, եթե դու պատարակի ես գնացել, հետ է ենթադրվում, չէ, դու էլ պիտի ծնկի իջնես։ Օրինակ Լեհաստանում էր, եթե պետության ղեկավարները գնում, այնտեղ հատուկ բան կա, փայտից հարմարություն կա իրանց համար դրված, այդ հատվածում իրանք ծնկի են իջնում աղոթքի համար, բացառություն ընդ վերաբերում է միայն զինվորականներին, այսինքն զինվորական համազգեստով մարդիկ եկեղեցում, ես իմ տեսածն եմ ասում, ծնկի չեն գալի, իրանք մնում են կանգնած, բայց ձիգ կեցվածքով էլ, այսինքն իրանց մոտեցումը է դա։ Իսկ ստեղ Աննան կանգնած է, սրանք չոքած, տարե չոքացնելու ու սա շատ խորհրդանշական ու սա ինչի՞ց է սկսել, երբ անից սկսեց այս նոր этаպը հունվարի 4-ից Հունվարի 4-ին մեկ էլ հայտարարումը տեսանյութ է տարածում, որ կառավարական ամառանոցում հրաժեշտի սրահել կա, այսինքն որ այնտեղ ամեն պայմաններ կար ապրելու, եթե ես գիտեի, դե
Ընդ որում գիտես, չէ՞ ով կառուցեցի նվիրաբերը պետության։ Սամվել Կարապետյան։ Ինչպես նաև Սևանի կառավարական համառանոցը։ Այո։ Հիմա դե դուրս գա, Փաշինյանը այդտեղից դուրս գա, համարելով որ դա կոռումպացված նախկինների վատ ժառանգությունն է։ Այո։ Իր համար առանձին մի հատ յուղակ սարքի։ Հա, սարքի, տեսել ենք ինքը որ դեր ապրում էլի մինչև։ Այ այդտեղ թող վերադառնան։ Ծախել են, որովհետև ինքը օրենք ընդունել տվե, որ նույնիսկ վարչապետներին, այն ժամանակ չկար օրենքով, պետությունը պիտի նույնիսկ վարչապետ չլելու դեպքում բան տա, պետական բնակարան հատկացնի, հիմա ծախել են, փողը կերել են։ Հիմա բարձում է, որ այդ կառավարական համառանոցը, որտեղ բնականաբար կար վարչապետի համար աշխատասենյակ, ննջասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, ամեն բարձում է նաև բան էլ կա, հրաժեշտի սրահ էլ կա, ընդ ասենք, այդ թաղման համար, որովհետև այդ բանը որ նայում ես քահանաներին կանչել է ինքը ընդ դատարկ որում ասում եմ մենք ստեղ 2 ժամանոց քննարկում ենք ունեցել աթոռ չկա սրանց գետինն է նստածրել պաստորեն այդ 10 տիրադավները էսել դրանց է Աննան գնաց ասեց չոքեք որովհետև եթե աթոռ չկա մի լուսանկար են հրապարակել որտեղ կա սեղան Եվ ընդամենը մի աթոռ, որին նստած էր Նիկոլ Փաշինյանը, նշանակում է ինքը նստած է, այս 10 տիրադավները չոքած են էլ, չէ՞։ Լուսանկարից բացի տեսանյութ էլ տարածվեց, որտեղ նա կարդում է տեքստը եւ հերթով այդ 10-ից 8-ներ այդտեղ ներկա, այդ 8-ից յուրաքանչյուրին բերում նստացնում է իր անմիջապես արխիվում եւ ստորագրել տալիս մի փաստաթղթի տակ, որի առաջին տողով իր ստորագրությունն է։ Բայց ամենանվաստացուցիչը մարդկանց քրիստոնեական զգացմունքները խորապես վիրավորող դրվագը գիտես որն էր։ Այդ տեսանյութի ավարտը, երբ ասում է եւ եկեք մեր երեկոն եզրափակենք տերունական աղոթքով։ Ինքն ասում է։ Ես էլ դու էլ հարյուրավոր, հազարավոր առիթների ենք եղել, որտեղ հոգեվորական է եղել։ Մշտապես այդտեղ նախագահ էլ ներկա լինի։ Եթե որևէ պետության նախագահ ներկա է, ծխական քահանան կարա։ Քահանան ավելի բարձր կարգավիճակ ունի այդտեղ, որովհետև առաջին խոսքը միշտ տրվում է քահանային։ Եվ քահանան ցանկացած արարողություն, դա հացկերույթ կլինի, սքո արարողություն, թե ուրախության, ինքը սեղանը օրհնում է եւ ինքն է առաջարկում սկսել աղոթքով։ Այո, ինքն է Այսինքն դա քահանայի կամ հոգեվորականի, առավել բարձրաստիճան հոգեվորականի բացառիկ իրավասությունն է։ Ես կամ դու ինչ կարգավիճակ էլ ունենանք, չենք կարող առաջարկել մարդկանց օրինակ հացկերույթը սկսել աղոթքով, եթե այդտեղ կա քահանա, ել չեմ ասում եպիսկոպոս, ել չեմ ասում 8 եպիսկոպոս։ Այո։ Ուրեմն 8 եպիսկոպոս գալիս են Ղազագիրը ստորագրում են։ Այդ Ղազագիրի ստորագրման արարողության ավարտին Փաշինյանն ասում է դե եկեք հիմա միասին աղոթենք։ Սա ինչի է ինքը անում։ Սա անում է նվաստացնելու այդ մարդկանց իրենց տեղը ցույց տալու համար մեկ եւ երկրորդ ցույց տալու, որ այդ աղանդապետը ես եմ։ Այո, առաջին հիմա ձեզնից որևէ մեկը որքան էլ Բենթլիներ ունենա, հետ գցած զավակներ, հեկեր, ռեստորաններ, ինչ ուզում եք ունեցեք։ Դուք բոլորը նորավանքում։ Դուք բոլորը հիմա իմ աշխատողներն եք եւ կանեք այնպես ինչպես ես կասեմ եւ իր այդ ցնդաբանությունները Սուրբ Աննայի բակում ասած այդ աղանդի գաղափարական արտահայտությունն են։ Ես հետաքրքրության համար գործի բերումով նաեւ տարբեր քրիստոնեական հարանվանությունների պատմություն ուսումնասիրելու նպատակով հաճախ լսում եմ թե այս կամ այն ուղղվածության քարոզիչը ինչ է խոսում, ասենք հատկապես բողոքական ավետարանական եկեղեցիների քարոզիչները, այսպես կոչված պատվելիներն են Հայաստանում բավական ակտիվ, շատ ավելի ակտիվ իրենց սոցցանցային էջերն են վարում, ասենք YouTube-յան կամ Facebook-յան, իրենք պարզ խոսում են ժողովրդի հետ եւ իրենց հիմնական հաղթաթուղթը այն է, որ մարդկանց ապաշխարելու համար միջնորդ պետք չէ։ Իրենք անմիջապես պիտի հաղորդակցվեն Աստծու հետ։ Բայց նույնիսկ նրանք գոնե նվազագույն աստվածաբանական կրթություն ու տեղեկացվածություն ունեն Էդգար։ Իրենք իհարկե իրենց այդ հարանվանության շրջանակում են մեկնաբանում Սուրբ Գիրքը, եւ դա դատապարտելի է, եւ դա հակականոնական է, եւ դա հերձվածողական է մեծ հաշվով։ Բայց որևէ մեկը մեր Տեր եւ Փրկիչ Քրիստոսի մասին նման տխմարաբանություններ չի խոսում ոնց որ սա, այն էլ առաքելական եկեղեցու բակում, այնքան որ նույնիսկ Սուրբ Աննա եկեղեցում այդ պահին աղոթող քաղաքացիները ասում են դուրը ներսից փակեք դրա անտանելի ձայնը չլսենք։ Հա, դա բնական է, նո, դա ես շուտ բանից եմ արձան։ Շատ է էլ դեպքեր, որ երեխեքը լացում են, ես այն ազգային ժողովում եմ լսումների ժամանակ առողջապահության նախարարին հարց ասի Ինչ պիտի անեն այդ դեպքում էլի շները հաչում են երեխեքը լացում են, բայց ստրես ալում հիվանդները վիճակները վատանում, ասում դեղերը սուրաբերիկ դրա ձենը լսելու շատ մարդու մոտ այդ բան, բայց նա գալիս է դրա բովանդակություն, դա ხო քրիստոնյա չի Դավիթ ջան, նրա առաջև դրած խնդիրները լրիվ ուրիշ են, չէ՞։ Այդ մարդը
Ժամանակագրություն գոյություն, չէ՞ մենք երեխա չենք։ Ադրբեջանից խնդիրա դրված, Թուրքիայից խնդիրա դրված, ասել եմ պիտի Հայաստանից եկեղեցին վերացնես։ Հիմա այնը ხო չի գալի, ասի գիտեք, ինչ ես Թուրքիայում ստե պիտի իսլամ ընդունեք դուք եկեղեցի։ Արցախի դեպքում էլ այդպես չէ ասում։ Խոտես չէ, հակառակը, չէ, Արցախը հանձնելուց առաջ իր ամբողջ հռետորաբանությունը ինչ է հենց Արցախը պիտի ավելի հզոր լինի, Արցախը պիտի ավելի ուժեղ լինի, դե ֆակտո անկախ պիտի դառնա, դե յուրե անկախ, բանակը պիտի ավելի ամրապնդվի Արցախի, միասնական պիտի լինի Հայաստանի հետ։ Բանաստեղծություններ էր գրում։ Տիգրանի հիմնած քաղաքում, Տիգրանակերտը, Ակնանին ոտքի տակ, մեկ ադրբեջանական քաղաք պետք է ընկնի։ Այսինքն լսիջ նրան եւ հակառակ տրամաբանությամբ հասկացի թե նա ինչ է ուզում անել։ Ասում է պիտի բարեփոխեմ եկեղեցին։ Նկատի է ունենում, որ եկեղեցին պիտի վերացնի։ Նույնը պետությունը, չէ՞ որ ասում է սիրիր պետությունը, մեր պետությունը պիտի լավ լինի, Հայաստանը էսա մեր պետությունը խաղաղ պիտի։ Էդի ասելուց ხო չի ասելու ես եկեղեցին Արցախը նա պատկերացնում ես նա առաջի օրվանից ասել են ինչ որ հիմա է ասում Արցախի մասին։ Բայց իրոք մեր եղած բոլոր սքո սրահների նմանությամբ ասացարված։ Մի տարբերությամբ հանգուցյալը չկա սեղանի։ Կանգնած չկա, կանգնած է։ Բանում այդ իսլամական բանում կանգնած են, դրանք կանգնած են, չէ՞ թաղում։ Բան չեն տրամաբանությամբ ստեղ բոլոր 8-ն էլ հանգուցյալ են, 9-ը։ Այո։ 9-ն էլ հանգուցյալ են։ Այո, բայց եմ ասում։ Նրանք վաղուց իրենց բարոյական մահկանացում կնքել են։ Հիմա նա ինչ ծանր չէ, դա հիմա հարց առաջանում էլի, սա վարչապետի կեցավայրն է։ Ուզում եմ հասկանամ, այդ եպիսկոպոսներն ինչ են գնացել դրա, ինչի է ինքը իր տանը։ Այսինքն մի կողմից դա պետական տարածք է, պետական պահպանվող տարածք է, պետության սեփականությունն է։ Մյուս կողմից է կառավարության շենքը չի, իր աշխատասենյակը չի։ Ու ինքը բնդե փաստաթուղթ է ստորագրում, որով ասում է ստեղծում եմ հանձնաժողով, որի նախագահ փաստացի ինքն է, չէ՞։ Ինքն է համակարգող, ինքն է դրա մասին լուսաբանում։ Հիմա ինքն է գրել է, որ ինքը վարչապետն է։ Մտնում եմ օրենք, կառավարության կառուցվածքի եւ գործունեության կարգի մասին օրենք, որտեղ սահմանում է վարչապետի լիազորությունները 7-րդ հոդվածի 16-րդ կետն ասում է վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարվել համապատասխան փոխվարչապետին։ Այսինքն ինքը խորհրդակցական մարմին ստեղծելու իրավասություն ունի։ Հիմա կառավարությունում կա օրինակ պետական կառավարման համակարգի բարեփոխումների կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, չգիտեմ, ինքը այդպես իրավասություն, բայց կառավարության կայքում վարչապետի որոշում ինչ որ խորհրդակցական մարմին ստեղծելու այս կազմով գոյություն չունի։ Այսինքն մի կողմից ինքը ստորագրում է որպես վարչապետ, մի կողմից չի ապահովում օրենքի կատարման պահանջը, այսինքն դու ընդ խոսքի սկզբում շատ արդարացիորեն ասում էր, որ հոգևորականները, մանավանդ եպիսկոպոսները, arczepiskopos, իրանք պիտի ընդվզեն, որ ինքը հակաեկեղեցական, չէ, իրանք եկեղեցական են համարվում, բայց ինքը եկեղեցու կարգի կանոնին, իրենց կարգավիճակին հակադիր գործողություն։ Այս դեպքում մենք որպես քաղաքացի, ես իրեն բան ունեմ հարցնելու, դու պետական պաշտոնյա ես, մեր երկրի սահմանադրությունն ասում է պաշտոնյան պիտի անի այն, ինչի համար լիազորված է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Հիմա որպես վարչապետ քո լիազորությունները սահմանող օրենքը սա է։ Հոդվածը 7-րդ հոդվածն է, վարչապետի լիազորությունները։ Քեզ լիազորություն տվել է, որ դու ստեղծես խորհրդակցական մարմին։ Բայց ինչ է ստեղծել դու։ Եթե չես ստեղծել, ո՞նց ես ղեկավարում, պետական տարածքը ո՞նց ես հատկացնում այդ նպատակով։ Բացի այդ ասում է վարչապետը պիտի անի այն, ինչ որ գրած է կառավարության գործունեության ծրագրում։ Ո՞վ է քեզ իրավունք տվել, որ դու եկեղեցու բարեփոխելու քաղաքական ոչ կոն նախընտրական ծրագրի մեջ կա, ոչ կառավարության գործունեության ծրագրի մեջ կա, ոչ ազգային ժողովը նման խնդիր է դրել կառավարությանը։ Փաշազադեի ելույթում կա միայն եւ դա արդեն բավական էր ուղիղ ցուցման տեսքով այդ գործողությունները սկսելու համար։ Այո, սա ինձ հիշեցնում է 2021-ի խորհրդարանական վերարտադրությունից հետո այսպես կոչված արտախորհրդարանական ուժերի հարթակը, որը որևէ տեղ կանոնակարգված չէր, դրա մասին որոշում չկար, բարբերաբար հավաքվում էին, ինքնիրավչությամբ են զբաղվում, Սամվել Բաբայանը այդ թվում, մյուսներին չեմ թվարկում, ասենք Դավիթ Սանասարյան, Մհեր Տերտերյան, Լևոն Շիրինյան եւ այլն 500 ձայն էր ստացել, ճիշտ։ Քաղաքական դաշտ ամենազդեցիկ։ Բայց ասենք Սամվել Բաբայանը որպես Արցախի պաշտպանության բանակի առաջին հրամանատար, Արցախյան
44-օրյա պարտության պատերազմից հետո Փաշինյանի կողքին էր, դա շարունակաբար պիտի հիշեցնենք։ Հիմա էլ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազան կոչեցյալն է այս 8 կամ 10 տիրադավների շարքում։ Եվ ես շարունակում եմ տհաճությամբ արձանագրել, որ մյուս 3 նվիրապետական աթոռները Մեծիտանեն Կիլիկիո կաթողիկոսությունը, ինչպես նաև Պոլսո եւ Երուսաղեմի պատրիարքությունները խորապես անտարբեր են այս հարցի շուրջ, մինչդեռ եթե Էջմիածինը ընկնի, եթե վեհապար հայրապետի դեմ որևէ ոտնձգություն արվի, ապա այդ թեմերը մի քանի րոպեում այդ նվիրապետական աթոռները իրենց թեմերով մի քանի րոպեում դադարելու են գոյություն ունենալուց, որովհետեւ առնվազն ոչ բարեկամական միջավայրերում են 3-ն էլ եւ Պոլսո հայոց պատրիարքությունը, եւ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, եւ թշնամի պետություններով ու ժողովուրդներով շրջապատված Անտիլիասում գտնվող Մեծիտանան Կիլիկիո կաթողիկոսությունը, որի գահակալ Արամ առաջինը ճիշտ է տվեց մյուս 3 նվիրապետական աթոռների գահակալների անունները Սուրբ Տնենձյան իր ուղերձում, բայց ուղերձի երկրորդ մասը այն թեմայով էր, որ մեր եկեղեցին բարենորոգության կարիք ունի եւ 2026-ը պետք է լինի եկեղեցու նորոգման տարի։ Ինքն էլ որոշը գնա հանգստի։ Մոտավորապես նույն բանը ասում է նաեւ Փաշինյանը, բարենորոգում։ Չնայած Փաշինյանի ասելով, պիտի ամենայն հայոց կաթողիկոսը գնա հանգստի։ Հիմա Մեծիտան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոս ինքն էլ որոշը գնա հանգստի, բայց բարեփոխություն։ Եթե վեհապար հայրապետ ամենայն հայոց կաթողիկոսը սրանց գործողությունների արդյունքում այսպես ասած հանգստյան կոչվի, ապա Արամ առաջինը մի քանի րոպե անց դա կզգա իր մաշկի վրա եւ ոչ միայն նա։ Հովնան arczepiskopos Տերտերյանն էլ ձեռքերը շատ չշփի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի ափի թեմի առաջնորդը չմտածի, որ իրեն շնորհակալություն հայտնողները կամ իրեն որպես գաղափարական առաջնորդ ընկալողներ իրեն կարողանալու են բերել կարգել ամենայն հայոց հայրապետ, որովհետեւ Փաշազադեն ուզում է այդ գահը թողնել թափուր եւ հակաթոռներ ստեղծելով Ստեփան Ասատրյանների պես տարբեր տեղերում ուղղակի կարգավորումից եւ նվիրապետական կարգից դուրս դնել մեր եկեղեցին։ Այսինքն յուրաքանչյուր մեկը կարող է լինել ինքնահռչակ քահանա, աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, ծաղրել։ Այն ինչ անում էր Փաշինյանը հունվարի 6-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում, դա այլ բան չէ, քան ծաղր մեր Տիրոջ եւ Փրկչի հանդեպ։ Նման ծաղր ես մեկ էլ տեսել եմ Էդգար 20 տարի առաջ Շարլի Էբդո կոչվող ֆրանսիական պարբերականի էջերում, երբ սկզբում ծաղրում էին Մուհամեդ մարգարեին, իսկ հետո իբր հավասարությունը պահելու համար նաև ծաղրում էին մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Եվ համաշխարհային կրոնները ծաղրելու այդպիսի մի մոլուցք կար եվրոպական իբր առաջադեմ աթեիստ կամ ագնոստիկ հասարակության մի մասի մեջ, որ ծաղրում էին բոլոր համաշխարհային կրոնները եւ նրանց առաջնորդներին։ Փաշինյանը լինելով վստահաբար ոչ հայրաքելական եկեղեցու զավակ եւ ես կասկածում եմ որ նա քրիստոնյա է առհասարակ նրան որևէ քրիստոնեական արժեք հարազատ չի խորթա եւ ինքը խոսում է քրիստոնեության քրիստոնեական արժե համակարգի սուրբ գրքի եւ Տիրոջ մասին այնպես ինչպես կխոսեր կամ խորապես ոչ հավատացյալ անհավատ աթեիստ մարդը եւ կամ խոսեր այդպես մեր կրոնի մեր դավանանքի մեր հավատի հանդեպ թշնամանք տածող կրոնի ներկայացուցիչը, օրինակ Սունի մահմեդականը։ Սունի մահմեդականները քրիստոնեության մասին խոսում են նույն ագրեսիվ տոնայնությամբ, շիաները ոչ։ Օրինակ իրանցիները շիա են եւ շիա մահմեդականները ընդգծված հարգանք ունեն։ Իդեպ Սունի մահմեդականները արհամարանքով են վերաբերվում նաեւ շիաներին։ Եվ ընդհանրապես մնացած բոլոր կրոնական ուղղություններին։ Եվ այն ինչ Փաշինյանը անում է մեր եկեղեցու, մեր դավանանքի հետ, դա թշնամաբար տրամադրված մարդու վերաբերմունք է մեր եկեղեցու եւ մեր հավատի հանդեպ։ Ինչ բան ու ինչ կապ ունի ինքը դրա ընդամենը հանձնարարությունը ստացե վերացնելու հայաստանյան առաքելական եկեղեցին։ Բայց Դավիթ ջան, այս ամենը չի միասին բերա նաեւ արձանագրենք մի քանի կարևոր բան, որ մինչեւ հիմա ամենայն դեպս այդքան իրամոտ այնց երկար չէ, չի ստացվում։ Դες նրա եկեղեցու դեմ արշավի դες Եվանից հասկսե, չէ՞։ Ինչ նպատակներ էր դրի, ինչ նախաձեռնումը չի ստացվում։ Այն որ ասում էր կառավարությունը պիտի խոր ստեղծեմ, այդ մեզից կեղտից այրոնից անալից պիտի բերեն, որպեսզի տեսնեն պաս պահել են, ուրիշ ձև չկա ստուգելու պաս պահել են թե չէ, պասը սննդային բաղադրիչ ունի։ Պիտի հանձնաժողովներ ստեղծեմ, տենամ ավետարան կարդացել են, այդ գործը կարող է Ռոմանոսը վերցնի իր վրա։ Չէ, Ռոմանոս զբաղված է։ Էլեկտրառոմանոսը։ Ռոմանոսը հիմա զբաղված է, կարող է այսքան օր էլ գործողվի Վենեսուելա, որովհետև Միացյալ Նահանգներն ասած մենք ընդ ժամանակավոր կառավարում պիտի հաստատենք։ Հիշում ես, Պարագլուխը իր
թլպատված չլինելու ապացույցները Ուզում եմ- պատրաստակամ էր տրամադրելու վեհապար Հայրապետին։ Ես կարծում եմ այդ հարցում Ռոմանոսը ամենապատրաստակամը կարող Ոչ մի դեպքում։ Քո կարծիքով են 8 հոգին գնացել են ընդ ինչ էին անում, աթոռել չունեին նստելու։ Այդ 8 տիրադավները։ Բայց քեզ չի հետաքրում, ինչի ոչ թե կառավարության շենք, այլ հենց իր ապրելու կեցավայր։ Չես մտածում։ Կարծում ես ցույց է տվել։ Բա քո կարծիքով աթոռը ինչի չկար։ Դա տարգ մի հատ սեղան։ Ինչ արել են ոտի վրա են արել, հա, կամ սեղանի վրա։ Սեղանի վրա։ Այնպես որ դա ու հետաքրքիր է նա որ ասում տեղի ունեցավ այդ խորհրդի առաջին նիստը։ Հետաքրքիր է թե երբ։ Մեռելոցի օր։ Այն նույն օրը, երբ որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան հաջորդող մեռելոցը, սրանք չգիտեմ այդ ինչ խորհուրդ ուներ իրանց այդ աղանդի անվանմանը համապատասխան մահվան խոսք, թե որ գաղափարնա մեռելացին, թե որ արդեն իրանք էթում են դեպի վարի այդ խորհրդով, բայց այդ առաջի հավաքը եղել է մեռելոցի օրը։ Հիմա ես մի բան եմ ուզում հասկանամ, սրանք էլ են չի հասկանում, ասենք գիտեմ որ կաթողիկոս այդ ձևով չի փոխվում։ Հիմա կաթողիկոսը իր ամանորյա ուղերձնել շատ հստակ էր եւ նաեւ Սուրբ Ծննդյան պատարագի քարոզը, որ անդրդվելի է եւ դա շատ տրամաբանական եւ բնական մոտեցում, այսինքն ով ասում ամեն տեսակի ինքն իր մեկը լինի, ասի մենք հանձնաժողով ենք ստեղծել, ով էս որ հանձնաժողով ստեղծես, ով այդ իրավասությունը տվե, ոչ պետությունն է նախատեսում նման հանձնաժողովի ստեղծում, ոչ եկեղեցու կարգն է նախատեսում, հոգեկան հիվանդներ, այսինքն երեխեքին ավելի դրական իմաստով է, չէ՞ որ փոքր ժամանակ տունտունիկ են խաղում։ Ես մաման եմ, ես papan եմ, դու գործից արի, ես քեզ հաց եմ սարքել, դու բա, էդի խոչել է մամա, papa, խոչել է, խաղ են խաղում, չէ՞։ Հիմա սրանցն է։ Եկա մարդ են, ասենք, մեկը չի այդքանի մեջ, մեր եպիսկոպոսները, բան դրանք տգետներ չեն, Դավիթ ջան, դրանք բոլորն էլ ինչ են, կարող է մարդկային էությունները, բաները ուրիշ է, բայց նորմալ կրթություն ստացած, հասկացող, բանիմաց մարդիկ են էլի դրանք ապուշ չեն էլի բայց եթե ձեզ կանչում են դες մի հատ հավաքի եկա մարդ ես ասենք երեխատեր ասենք միլիոնադեր մարդ ես հելը գնացել ես ասենք քո սեփական զուգարան ունեցող մարդ ես հելը ես գնացել ես նստել ես ընդ չես հարցնում ասես ես էս ուր եմ եկե ասեք շատ է որ քեզ կա զանգել են ասել են մենք հավաքում են վարչապետի կեցավայրում չէ հիմա քեզ ուր կանչեն դու լելու ես գնաս բայց հարց չես տալի, ասես վարչապետը ինձ ինչի պիտի կանչի, ես ոչ նախարար եմ, ոչ կուսակցության անդամ եմ, ոչ պետական չինովնիկ եմ, ոչ իր բարեկամն եմ, ոչ իր քավորն եմ, ոչ սանիկն եմ, կանչում են ինձ իրանց տուն, որ ինչ անենք, ասում է բերեք ժողով անենք եկեղեցին բա, եթե ես հոգևորական եմ, եկեղեցու վերաբերող հարցերը ես պիտի քննարկեմ մայրաթոռում մեր եկեղեցու կանոնադրությունը եթե ես եկեղեցական չեմ քաղաքական գործի չեմ բա պաշտոն չունեմ բայց թե ինչ գործ հասկանում ես ինչ աստիճան է սրա համնդից է զրկե կարգավիճակից իր ֆունկցիոնալ համստեից օթի մեջ ասինքն սովորական իմ տպավորությամբ հոգե շեղված արարածներ հիշենք Սուրբ Աննայի բակում նրա ասած հերթական տխմարաբանություններից մեկը որը Սահմանադրության 17-րդ եւ 18-րդ հոդվածների առերևույթ խախտում է։ Իսկ այդ երկու հոդվածները վերաբերում են եկեղեցու եւ պետության տարանջատ լինելուն եւ հայրաքելական եկեղեցու կարևոր բացառիկ առանձնահատուկ կարգավիճակին իբրև ազգային եկեղեցու։ Ազգային եկեղեցի արտահայտությունը ընդգծված է Սահմանադրության առաջին գլխում։ Այն 10 տիրադավները, որոնցից 8-ն էլ ներկա են այս տեսանյութում եւ լուսանկարում, որոնք իրենց կազմած հրճակագրի մեջ նպատակ են նախանշում եկեղեցին իբր ազատել քաղաքականությունից ստորագրում են մի փաստաթղթի տակ որի առաջին ստորագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյան անունը կրող մեկն է որոնք առավոտից երեկո խոսում են գերքաղաքական պրոիշխանական հարթակներում խոսում են քաղաքական տեքստերով ողջունում են տարբեր քաղաքական գործընթացներ Թավշյա հեղափոխություն կոչեցյալ հակառակը մերժում են ընդդիմությանը այսինքն իրենց էությունը իրենց բառուբանը իրենց ուղն ու ծուծը ոտքից գլուխ քաղաքական է Ես նույնիսկ մի կողմ եմ թողնում նրանց բարոյական կերպարները Կճոյանի, Աբրահամի, Առաքելի, Գևորգի եւ մնացած բոլորի
մարդիկ, որոնք բարոյապես վաղուց վերացած, զրոյացած անձնավորություններ են։ Շուզեցիր ասես, դե լավ, հիմա մի ասա։ Նա առանձնահատուկ կատեգորիա է։ Կոմպրոմատետը մանա։ Բայց սրանցից յուրաքանչյուրը, ինչպես իրավացիորեն նշեցի, շատ լավ հասկանում է, թե ինչի տակ է ստորագրվում։ Եվ իրենց կեցվածքը ու իրենց ստորագրած հայտարարության տեքստն անգամ տրամագծորեն իրար հակասում են։ Եթե դու իբր եկեղեցին փորձում ես քաղաքականությունից ազատել, ապա դու ներքաշված ես թշնամական պատվերով քաղաքական պետական ահաբեկչության գործընթացի մեջ։ Դու հիմա պետական ահաբեկչության, պետական տերորի մի մասն ես դարձած։ Եվ ի վերջո ոչ սահմանադրությունը, ոչ 2007 թվականին ընդունված եկեղեցու ու պետության հարաբերությունները կարգավորող օրենքը որևէ հոգևորականի չեն արգելում զբաղվել քաղաքականությամբ։ Նույնիսկ առաջադրվել։ Ուզում եմ հիշեցնել, որ 1990-ական թվականներին ազգային ժողովի ամենամեծաթիվ հանրապետություն խմբակցության ղեկավարը Տեր Հուսիկ Քահանա Լազարյանն էր, այսինքն գործող հոգևորական, որը նաև ՀՀՇ խմբակցության ղեկավարն էր։ Օրենք չի արգելում։ Գիտես, ես մեծագույն Կներես, օրենք արգելում, հա, քաղաքական process-ների մասնակցել դատավորներին, դատախազներին, ոստիկանության ծառայողներին, զինվորական մնացած բոլորի համար դա թույլ է, այն որ ասում են եկեղեցին ինչի է զբաղվում քաղաքականությամբ։ լավ անում զբաղվում է։ Եկեղեցին պետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ու եկեղեցականներն էլ պետք է զբաղվեն։ Ուսուցիչներն էլ պետք է զբաղվեն, որ ասում են ուսուցիչները ինչու են զբաղվի։ Դուք զբաղվեք մենակ։ Արվեստագետներն էլ պետք է զբաղվեն, բժիշկներն էլ պետք է զբաղվեն, որ կարող են եւ այդ իրավիճակում, բայց իրանց զբաղվածը սկի քաղաքական էլ չի։ Պետական ազգային հասարակական հարցեր, այսինքն չէ, այս 10 տիրադավները հիմա զբաղված են։ Ասես Քահանանը չի գնում համերգ։ Հանրային կյանքի միջոցառումը, չէ՞։ Այսինքն ինքն չի գնում համերգասրահում նստում համերգ լսում։ Օրինակ այն որ են Արմավիրի եկեղեցու քահանան գնում է ստրիպտիզ պորտապարանայում, դա այդքան սիգարով։ Հա, այդքան հաճելի չի լսելը, բայց պրինցիպի դրա իրավունքն էլ ունի։ Ուղղակի ցանկալի չի, չէ՞ որ ինքը ընդեղ այդ վիճակում ելներ, դե հիմա տիրադավների շարքումը նա Արմավիրի եկեղեցու քահանա չի, նա շրջիկ քահանա է, որտեղ որ պետքա դրան Բրեմենյա երեջների մեջ է։ Որտեղ որ պետքա դրան ուղարկում է։ Որ ասես ինչա իրավունք չունի զբաղվի, իսկ ով ասում որ չունի։ Այն մարդու իրավունքի սահմանափակող նորմը օրենքն է։ Ոչ մի օրենքում գրած չի, որ հոգևորականը չի կարա զբաղվի քաղաքականությամբ։ Բայց մինչև հիմիկվա մեր եկեղեցու դիրքորոշումը Օրինակ Բագրատ Սրբազանին է, չէ՞, ասում է ինքը քաղաքական Բագրատ Սրբազանի նախաձեռնությունը ընթացս բնական ճանապարհով հանրային շարժում է եղել։ Մարդը Տավուշի թեմի առաջնորդն է, կոնկրետ Տավուշի տարածքներ հանձնում են թշնամու, ինքը որպես այդ հանրության հեղինակություն ունեցող գործիչ դեմ է։ Երբ սրանք ասում են, թե Դրա քաղաքականը պետք է որն է։ զբաղվի քաղաքականությամբ, իրենք նկատի ունեն, որ հոգևորականը չպետք է ընդդիմախոսի իշխանությանը։ Հա, այդ է գովում։ Որովհետև ամենաշատը վերջին 2-3 տարիներին մեր երկրում քաղաքականությամբ զբաղվել է Վազգեն Միրզախանյանը։ Ամենաշատ հարցազրույցները նա է տվել։ Բագրատ Սրբազանից էլ շատ հարցազրույցներ է տվել։ Օրը մի հարցազրույց, հիմա էլ հերավար։ Չգիտես ոնց դա երկրից հեռացել է, հիմա էլ հերավար հայկական ժամանակին Civic AM-ին, հմեկին, սրան նրան առավոտից երեկո, առաջին AM-ին ամենանողկալի մեղադրանքներն է ուղում իր երբեմնի հոգևոր եղբայրներին եւ իր հոգևոր հորը։ Իդեպ այն նույն Վազգեն Սրբազանը, որը 2003 թվականի ամռանը Սուրբ Էջմիածնի տոնի օրը եպիսկոպոս է օծվել եւ ձեռնադրվել Բագրատ Սրբազանի հետ միասին։ Եվ լուսանկարներն ու տեսանյութերը նայում ես, գլուխդ բռնած ասում ես, այս երկու անձնավորությունները ոնց կարող են նույն խորանի վրա հայտնվել։ Բագրատ Սրբազանը եւ Վազգեն Սրբազանը։ Նույն էս Վազգեն Միրզախայանը, որ այս մի բանում Տալինում ընդունել էր Փաշինյանին, չէ՞, ասում է մենք ողջունում ենք ձեր քաղաքականությունը, եվրոպական միության հետ մերձենալու բան, չէ՞։ Այդ արտաքին քաղաքականություն չի։ Քույժ գործնա պետությունը ներքին քաղաքականությունը ոնց կվարի արտա, եթե դու ասում ես պիտի ինքը մի կողմից ասում եմ ես սխալ եմ համարում, որ Բագրատ Սրբազանը այն ժամանակ քաղաքականությամբ էր զբաղվում, բայց Նիկոլ Փաշինյանի պրոեվրոպական քաղաքականությունն էլ ողջունում եմ եւ օրհնում եմ։ Բաղալատ ես անում, եթե դու քաղաքականությամբ զբաղվել ես սխալ ես համարում։ Ոնց է քույժ գործնա պետությունը արտաքին քաղաքականությունը ոնց կվարի, ինչ կանի, որ մի հատ էլ հələ ողջունես, հələ մի հատ էլ օրհնես։
Այդ էլ է քաղաքականություն։ Բայց ես ոչ թե ասում եմ պիտի չզբաղվել, հակառակը ասում եմ, բայց դու անում ես ուրիշ արածը, ո՞նց ես մեկնաբանում։ Արի մի ուշագրավ արտահայտության վրա էլ բևեռենք մեր ուշադրությունը եւ ամփոփենք մեր այսօրվա թողարկումը։ Այս անհասկանալի հավաքի ժամանակ Փաշինյանը ասում է. եկեղեցին եւ պետությունը այլևս իրար հետ են։ Սա ոչ թե հուզական, խորհրդանշական ինչ-որ արտահայտություն է, սա նախ եւ առաջ հակասահմանադրական կոչ եւ պնդում է։ Քիչ առաջ վկայաբերեցի Սահմանադրության 17-րդ հոդվածը, ըստ որի եկեղեցին ու պետությունը իրարից անջատ են։ Ընդ որում շատերը դա պարզ իմաստով են հասկանում, արի պարզաբանենք։ Եկեղեցին եւ պետությունն իրարից անջատ են արտահայտությունը բնավ չի նշանակում, որ եկեղեցականները, հոգեվորականները իրավունք չունեն զբաղվելու քաղաքական գործընթացներով։ Քիչ առաջ հիմնավորեցինք, թե ինչպես կարող են եւ նույնիսկ ցանկալի կլիներ, որ այս իրավիճակում մասնակցեին։ Բայց եկեղեցին պետական կառավարչական գործառույթներ չի կարող ստանձնել։ Ասենք թեմակալ առաջնորդը չի կարող մարսպետի լիազորություններ իրականացնել եւ նման իշխանություն չունի։ Նրա իշխանությունը Աստծուց է տրված եւ այդ շնորհները նա առատապես բաշխում է իր հավատավոր հոտի հետևորդներին։ Բայց երբ Փաշինյանը ասում է, որ եկեղեցին եւ պետությունը այլևս իրար հետ են, նա նշանակում է, որ Հայաստանը իբր եկեղեցապետություն ձևավորելու անվան տակ, այսինքն նույնացնելու աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունները, Փաշինյանը իրականում գլխատելու փորձ է անում այդ նույն եկեղեցին, որովհետեւ եկեղեցու ինքնիշխանությունը բոլոր դարերում, առաջին դարից սկսած, ընդհանրական եկեղեցու մասին է խոսքը, որի գլուխը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, խանգարել է շատ տիրակալների, որովհետև տիրակալների նպատակը իրենց խոսքը անքննելի դարձնելն է, բայց կա շատ ավելի բարձր, անառարկելի աստվածային հեղինակություն, որի խոսքը, որի պատգամները իրապես անառարկելի են, եւ մեկ էլ Փաշինյանի ճանապարհին հայտնվել է մի հզոր մրցակից, իդեմս մեր հոգեվորականների, որոնք Աստծո խոսքն են քարոզում, այս էլ արդեն 18 դար, եւ նա չի կարողանում որևէ կերպ մեկուսացնել նրանց։ Տես ինչ անհեթեթություն է ասում է, մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեկուսացած է, մենք նրան դուրս ենք բերում մեկուսացումից։ Միայն հոգեխանգարմունքի մեջ գտնվող մարդը կարող է նման անհեթեթություններ բարբաջել։ Ակնհայտ հոգեկան հիվանդության կամ առնվազն անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվող մարդու խոսք է սա, այլ բան չէ։ Եվ այս պոմպեզ գրառումը Հայաստանի Հայցարակելական Սուրբ Եկեղեցու նորոգում միայն իրապես հոգեկան հավասարակշռությունը կորցրած եւ կամ մանկապարտեզի սաների երեխաների համար կարող է համոզիչ բացատրություն թվալ։ Նույնիսկ այստեղ հավաքված ամբողջը, որ տարբեր հարանվանություններից, կրոնական կազմակերպություններից, պետական տարբեր հաստատություններից, քաղաքացիական հագուստով ոստիկաններից եւ ԱԱԾ-ից, մի մասին էլ թվարկեցինք, Համալիրի տնօրեն, Արցախցի գեներալ եւ այլն, նույնիսկ նրանց համար է ծիծաղելի։ Իրենք շատ լավ հասկանում են, չէ, ուր են քշվել, բերվել, ինչ նպատակով եւ ինչի համար։ Սրանք տենց իրավունք ունենք էլ այս մարդկանց տենց ձևով բնութագրելու։ Պատարագի չեն մասնակցել։ Սուրբ Ծննդյան պատարագին չեն մասնակցել։ Եկեղեցու բարենորոգության երթի որպես ուխտ են մասնակցում, որովհետև Նիկոլ Փաշինյանը գրեց, որ դա ուխտերի երթ է։ Դրանից առաջ ԿՊ-ական մի հատ պատգամավոր ասաց, որ էթում ենք ուխտերով երթի։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը գրեց, ասում է մեկնարկում է ուխտերի երթը։ Ինքն է գրել, ես չեմ ասում։ Բայց ուխտերի երթի ամենասկզբում Աննա Հակոբյանի գերթանկարժեք շքեղ ջիպներ։ Բայց Ալեն Սիմոնյանն էլ կար։ Մայրը չկար, մորը չեմ տեսել, բայց ինքը որ լսել է ուխտերի երթը, ինքը ուրիշ տեղ չի։ Ծննդյան տոնի խումհարը թողել, եկել մասնակցել այդ կարևոր արարողությանը։ Այն մի օր առաջ էր, ամսի 5-ն էր։ Այնի խմել են, ընդ բոլնի, ինչ որ մեղքերը գործել են, հաջորդ օրն եկել էր պատարագի, որովհետև լսել է ուխտերը հավաքվում են։ Հիմա պատարագի մասնակից չէ, Նիկոլ Փաշինյանը ինքը որ կոչ է անում, ասում է դուք կարող եք չդիմանաք այդ պատարագին։ Ես գնալու եմ, տենց այդ պատարագի հետ իմ պատկերացնես իր համար ինչ սարսափելի տանջանք է, էլ այդ 2.5 ժամը, պատկերացնես դու հոգևոր կյանքով ապրող մարդ հավատացյալ չես։ Ստիպված մասնակցում ես ինչ-որ քրիստոնեական ծես, ինչքան դժվար է, չէ՞ իր համար։ Ասում այդ դժվարությունը ես ին վրա կվերցնեմ, դուք բան արեք։ Կգաք դրանից հետո երթին։
Երթն էլ ինչի են անում, որ եկեղեցին նորոգ են։ Այն եկեղեցին, որի անդամ իրանք չեն, որի գլխավոր ծեսին, այսինքն ամենակարևոր տաղավար տոներից մեկի պատարագին չեն մասնակցում։ Եկել են կանգնել են հայ ծխում են, այսին որ շրջաններից բերել են, չգիտեմ ընդ Այդ ծխելը լավագույն դեպքում մարդկա գղտում էլ է։ Դենի ադատ, այն իրանց բանն է, խորհրդանիշներից է, դա ասենք ինք իր հիմնական մեսիջն է, գաղափարական թեզն է ներկա։ Այս տենց սև մարդիկ, սենց սև շորով, կանգնած ընդ պատերի տակ ծխում են, որպեսզի բարեփոխեն եկեղեցին։ Բարեփոխեն եկեղեցին, որին իրանք մաս չեն կազմում, արա որի պատարագի մասնակից չեն իրանք հասկանում ես։ Ականայտ է չէ, որ սա լրիվ մաքուր հարամություն ու աղանդ է։ Աղանդը այդ եկեղեցին կայքա, իսկ դու եկեղեցու արարողությանը չես մասնակցում, բայց մի հատ երթի ես մասնակցում, որ այդ եկեղեցին պիտի բարեփոխվի, ինչ լինի։ Նրանք կան 2.5 ժամ գրափարով շարականներ լսեն, ինսուլտ ստացած դուրս գան։ Նրանք այդ փորձությանը չեն դիմանա։ Զանգված այ պատկերացրու լես սրանք հիմա ասեք թե սրանք օրինակ գնացի հասել են Սուրբ Գրիգոր Լուսավոր եկեղեցու բակից դուրս են եկել են Սուրբ Աննա եկեղեցու բակում կամ մեկ եկեղեցի չի մտե 100% սրանք իսկի մոմ չեն վառե Եկեղեցին են բարեփոխում։ Պարզը չէ որ սրանք եկեղեցու հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ են, հակառակ եկեղեցին քայքայող քանդող մարդիկ են։ Լսած ես կան ժամանակ եկեղեցի կանոնավոր գնացող մի հատ հավատացյալ խելքներ է տայս հիմարություններին։ Դες բան չի ելը ու չի կարա լինի։ Մենք ամփոփելով պետք է ասենք, որ Pantera Security մասնավոր պահնորդական կազմակերպությունը սրանցից ոչ մեկ էլ ոչ մի կապ չի ունեցել, որովհետև մեր գործընկերները բարեխղճորեն մեծ պատասխանատվությամբ իրականացնում են իրենց բաժին առաքելությունը, պահպանելով իրենց հաճախորդների տունը, ունեցվածքը, գույքը, առևտրային, ուսումնական, բանկային կազմակերպությունների տարածքները, նրանց բնականոն գործունեությունը, նրանց անվտանգությունը Իսկ Pantera Security-ն դա իրականացնում է պրոֆեսիոնալ շատ բարձր մակարդակով ունենալով փորձառու անձնակազմ իր գործողությունները պլանավորելու, կազմակերպելու, իրականացնելու հարուստ փորձառություն, բավարար տեխնիկական միջոցներ եւ համադրելով ավանդական մոտեցումները ժամանակակից տեխնոլոգիաների հետ առաջարկում է ամենաարդիական պահնորդական ծառայությունները, որից օգտվելու համար Կոչ ենք անում զանգահարել 010 53 78 50 հեռախոսահամարով, իսկ առավել մանրամասն ծառայությունների մասին տեղեկություններ ստանալ pantera.am պաշտոնական կայքից։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, սա երկու ճակատ ոդկասթի 122-րդ թողարկումն էր 168 TV-ի եթերում Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանս ամփոփեցինք հերթական հակաեկեղեցական ամոթալի շաբաթը։ Իրադարձությունների զարգացմանը կշարունակենք հետևել նաեւ մյուս ուրբաթ մեր ավանդական 21-ից 21-ին։ Ցտեսություն։